շուշեկներ փոկամ, չեն կարում լուսամուտները պահեն։ Փոթորիկը Արմավիր քաղաքում մեխերից փոկելու փողոցներն է նետել մի քանի շենքի տանիք։ Երեկոյան 5:30 2 ժամ տևած քամու հետևանքով վնասվել է 7 ավտոմեքենա, փոկվել են էլեկտրալարեր, տապալվել ծառեր։ Կյանքիս մեջ է 72 տարեկանը, ես թե բան չեմ տեսել, քամի։ 2 ժամում։ Լրիվ ավելի տեսել։ 6 պատերդը լրիվ չարտխուր տարած։ Բախները բերել ժողովուրդ չի եղել տագը։ Դե չէ մարդ չէր պրծնից տեղից։ Բարեբախտաբար մարդիկ չեն տուժել, բայց տանիքից փոկված կտորներից մեկն ընկել է հենց 9-ամյա Գուրգենի դիմաց, իրենց մեքենայի վրա, կոտրելով ապակին։ Նա Երևանից էր եկել պապիկին հյուր, պատմում է, այսպիսի փոթորիկ միայն YouTube-ում է տեսել։ Հասանք այս մասերը, էսի ընկավ, հայայա մեր գլխին էր ընկնում, իսկ այս մասերը, որ հասանք այնց այսեղ ընկավ ավտոյի վրա շուշել։ Մենակ YouTube-ով եմ տեսել։ Մենակ YouTube-ով Հա, բայց իմ աչքերով չեմ տեսել սենց ուժեղ։ Բացի շենքերից նաև այս շինության մի քանի տոննա կշռող ամուր երկաթե տանիքն է փոկել քամին։ Արկադին մոտ 7 միլիոն դրամի վնաս է կրել, չգիտի որտեղից սկսել վերանորոգել տանիքը։ Ես եկել եմ երեկոյան, արդեն այս ամեն ինչը կատարվել է։ Ժամը եղել է մոտավորապես 17:30։ Վնասի չափը շատ մեծ է, որովհետև ամբողջ տանիքը վնասված ամբողջը, ոչ մի կտոր չի մնացել։ Գազի վնասված ու ծռմռված խողովակները աշխատակիցները վերանորոգում են, ասում են չկա արտահոսք։ Գազի արտաշունը։ Հիմա վթարը վերացնում ենք, հետո նորը փոխել ենք։ Արմավիրի մարզպետարանից եկել են գնահատել վնասը, խոստացել են, մի բան կանեն։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։